Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, բարի գալուստ իմ խոհանոց, շնորհակալություն ակտիվության ջերմ խոսքերի համար։ Սիրելիներս, այսօր ես բերել եմ ձեզ համար դասական Միկադոյի բաղադրատոմսը։ Այս բաղադրատոմսի մեջ, խմորի մեջ կակաո չեն օգտագործում, իսկ ցանկության դեպքում կարող եք օգտագործել։ Ես կրեմի ժամանակ օգտագործել եմ եփած խտացրած կաթին, ավելացրել եմ կակաո ևս։ Նայեք, այսպիսի ախորժալի տեսք ունի մեր դասական Միկադոն։ Սիրելիներս, փորձեք պատրաստեք եւ գրեք ձեր կարծիքները այս բաղադրատոմսի վերաբերյալ։ Խմորի համար փափուկ կարագը հարիչով հարում եմ մինչև սպիտակի։ Ավելացնում եմ ձուն, ևս հարում եմ մինչև միասեռ զանգված դառնալը, հետո հերթականությամբ ավելացնում եմ շաքարավազը։ Թթվասերին ավելացնում եմ փխրեցուցիչ, մի փոքր խառնում եմ ու ավելացնում ընդհանուր զանգվածին։ Նորից հարիչի օգնությամբ հարում եմ և ավելացնում եմ նախապես մաղած ալյուր։ Աստիճանաբար եմ ավելացնում և գդալի օգնությամբ խառնում եմ, հետո արդեն աշխատում եմ ձեռքով, թասի մեջ մի փոքր հունցում եմ և հետո տեղափոխում սեղանի վրա։ Սեղանի վրա նույնպես հունցում եմ, ստացվում է նման տիպի փափուկ խմոր։ Բաժանում եմ 8 հավասար մասերի նախապես արդեն ջեռոցը միացրել եմ, որպեսզի տաքանա 200 աստիճան, որպեսզի թխեմ 180 աստիճան։ Ստացանք այսպիսի 8 գնդեր այս չափի։ Պետք է թողնենք հանգստանա, մինիմում պետք է թողնենք հանգստանա կես ժամ։ Հետո նոր արդեն բացում ենք և թխելու եմ տապակի հակառակ կողմի վրա։ Խմորը ուղղելուց կարգավորելուց հետո պատառաքաղով ծակծկում եմ, նոր թխում եմ։ Դնելու եմ հիմա ջեռոց, այս մի տապակը երկրորդ տապակի վրա բացելու եմ հաջորդ շերտը։ Մինչև կթխվի առաջինը, երկրորդ շերտն եմ բացում, իսկ մեր առաջի շերտը արդեն թխվեց։ Պետք է ունենա այսպիսի տեսք թխված վիճակում։ Թխում եմ երկրորդ, երրորդ բոլոր շերտերը և այսպես 8 շերտը թխված է, թողնում եմ, որպեսզի վերջնական հովանա։ Կրեմի համար վերցրել եմ սենյակային ջերմաստիճան կարագ և 2 տուփ խտացված եփած կաթ ու կակաո։ Մեր կրեմը գրեթե պատրաստ է։ Այն շատ համեղ է,
Իսկ մեր շերտերը հովացել են, մենք հավաքենք մեր միկադոն։ Առաջի շերտը պետք է մի փոքր ավելի շատ կրեմ քսենք, որովհետև նախնական տակը արդեն կրեմ քսած չէ։ Իսկ մյուս շերտերը երկու կողմից կրեմապատվում են, դրա համար ավելի ճիշտ կլինի, որպեսզի առաջի շերտը ավելի արագ քսենք, ավելի շատ քսենք։ Այսպես երկրորդ շերտն ենք դնում եւ հաջորդաբար մյուս բոլոր շերտերը, իսկ վերջին շերտը շրջում ենք, որպեսզի ավելի հարթ լինի մեր միկադոյի վերին շերտը։ Ամեն շերտը դնելուց նախապես ասեմ, մի փոքր սեղմում ենք։ Վերջնականապես կրեմապատելուց հետո շոկոլադ ենք քերում քերիչի օգնությամբ եւ ստացվում են այսպիսի հրաշալի տեսքով մեր միկադոն։ Այն մեկ օր ամբողջական թողնում ենք սենյակային ջերմաստիճանում եւ հետո նոր կտրում։